Որովհետև Աստված կա ու ոչ մի բան դրա հետ անել դուք չեք կարող։ Ես աթեիստ եմ, չեմ հավատում, որ Աստված կա, համենայն դեպս դա իմ կարծիքն է։ Հենց հիմա ես ուզում եմ ներս կանչել Տաբուշի թեմի երիտասարդ պատասխանատու բլոգեր Թովմաս Տուրարակիր Առաքելյանին։ Ես հպարտ եմ, որ ես հայ եմ։ Հայ ծնվելով մի հպարտացի։ Պատասխանատվությամբ լցվիր այդ հայ լինելուց հանդեպ։ Թագավորը եւ ժամանակակից երկրի ղեկավարը ունեն մեկ առանցքային տարբերություն։ Սա ընտրել է ժողովուրդը եւ հանդուրժում է, թույլ է տալիս շարունակել, թույլ է տալիս անել այն ինչ անում է, իսկ նա ոչ։ Այդ ոչ թե ես եմ մեղավոր, այլ այդ մենք ազգ չենք։ Եթե այսօր երկրի 25%-ն է որոշում երկրի առաջնորդնով է, չի նշանակում, որ դա ամբողջ ժողովուրդն է որոշել։ Ես երբևէ որևէ անհավատ մարդու միանգամից անբարոյականության մեջ չեմ մեղադրի։ Դու որքանով ես կարողանում քո կյանքում պահել 10 պատվիրանները։ Եթե մեկը ասի ես երբևէ մեղք չեմ գործում, արդեն իսկ սուտ է խոսում ու դա ինքնին մեղք է։ Կոմենտներում ասելու են հարգի հյուրիդ։ Այո, պատրաստ եմ այս թեմայով հանդիպելու դատարանում։ Ողջույն, դուք դիտում եք Հոմոդեուսը, ես Դավիթն եմ եւ իմ հյուրն է այսօր Թովմաս Առաքելյանը։ Ողջույն Թովմաս։ Ողջույն Դավիթ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ քո շատ զբաղված գրաֆիկից ժամանակ ես գտել եւ տրամադրել ես մեզ։ Մենք այսօր շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Ես տարբեր ինտերվյուներ եմ դիտել քո մասնակցությամբ ու հետաքրքիր է, որտեղից ես դու սկսել քո ճանապարհը։ Իդեպ ճանապարհ բառը քո հետ ուղիղ կապ ունի, մենք անընդհատ ասոցացնում ենք այդ բառը քո հետ։ Որտեղից ես սկսել։ Մենք քեզ գիտենք Տավուշից։ Կպատմես մի փոքր դրանից առաջ ինչ է տեղի ունեցել քո կյանքում։ Ես գյումրեցի եմ, մանկությունն անցել է Գյումրիում, հետո շատ եմ պատմել նաև արցախյան տարիներիս մասին։ Սովորել եմ Հառիճավանքի Թրբանջան ընծայարանում։ Մենք ունենք այդպիսի կրթական վանական հաստատություն, ավագ դպրոցի կարգավիճակ ունեցող մի դպրոց, որտեղ սաները սովորելով Հառիճավանքին կից, գիշերոտիկ այդ հաստատությունում ուսանելով պատրաստվում են ընդունվել Գևորգյան հոգևոր ճեմարան, այսինքն հայոց եկեղեցու այսպես առաջին նախապատրաստական կրթական հաստատությունն է, որ կոչվում է ընծայարան, Հառիճավանքի Թրբանջան ընծայարան։ Այդտեղ սովորելուց հետո սովորել եմ նաև 4 տարի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Հիմա սովորում եմ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հետաքրքրում եմ արվեստով, ուսանում եմ դրա կառավարման հետաքրքիր տարբեր շերտերը եւ այսպես երկրորդ կրթությամբ, երկրորդ մասնագիտությամբ նաեւ պրոդյուսեր եմ։ Իսկ վերջնական որոշում ունես դու վերջում որ մեծ անամ ինչ եմ դառնալու, պրոդյուսեր ես լինելու թե։ Ես որևէ հանգամանքում փորձում եմ օգտակար լինել իմ հայրենիքին, ազգին, եկեղեցուն եւ հավատարիմ լինել իմ ինքնությանն ու արժեքներին, այսինքն ինչպես մեր հոգեվորականներից մեկն էր ասում, ես հացթուխել լինեմ, Քրիստոսի մասին եմ խոսելու։ Այսինքն այստեղ մի քիչ ինձ համար տարանջատում կա։ Դա աշխատանքն է, դա գործունեությունն է բուն, այնինչ մարդիկ անվանում են կարիերա, թեև ինքս կարիերիստ չեմ։ Բայց կա պրոդյուսերական գործունեությունը եւ դրան զուգահեռ կա Քրիստոսի մասին զրուցելու, աստվածաբանությամբ հետաքրքրվելու, քարոզ բառը թեև այդքան չեմ սիրում, բայց քրիստոնեությունը ավելի հանրայնացնելու գործունեությունը, որ իմ հոգու պարտքն է, իմ հայրենիքի ու եկեղեցու առաջ։ Եվ փառք Աստծո, որ դրանք շատ փոխկապակցվում են։ Իմ աստվածաբանական կրթությունն օգնում է ինձ պրոդյուսերական աշխատանքի մեջ, պրոդյուսերական կրթությունն ու ինչ որ կարողությունները օգնում են ավելի լսելի դարձնելու մեջ այն խոսքը, որն այսօր մեզ շատ է պետք։ Եվ իհարկե աստվածաբանության առումով իմ հիմնական ձեռքբերումը ես համարում եմ հենց ճանապարհ գիրքը, որի մասին հիշատակեցիք, որը ամփոփ մեր եկեղեցու մասին զրույցների շարք է, որտեղ նկարագրված է այն ամենը, ինչը պետք է նախնական իմանալ հայոց եկեղեցում առաջին քայլերն անելու համար։ Իդեպ եթե չեք կարդացել դեռ ճանապարհ գիրքը, անպայման գնեք ու կարդացեք։ Ես ունեմ պատիվ գիրքը իմ գրապահարանում է ու Թովմասի ստորագրությամբ եւ ես համոզված եմ, որ նման գրքերը լուրջ ազդեցություն են ունենում մեր գիտակցության վրա, որովհետեւ գրքերը շատ կարեւոր են։ Գիտես, ես այդ առումով ունեմ մի փոքր այլ կարծիք, որովհետև կան գրքեր, որոնք լավը չեն, իրոք լավը չեն, օբյեկտիվորեն լավը չեն եւ ոչինչ չեն տալիս գրողին եւ նույնիսկ ափսոս է ծառը, որ կտրեն ու դրանով ստանան այդ գիրքը։ Օրինակ
շատ ցած ռադիկալ օրինակ բերեմ վհուկների որսի մասին գիրքը, որը որ տպագրվել է ու մեծ աղետի է կանգնեցրել 17-րդ դարում մարդկանց, գիրք էր, որը մարդիկ կարդում էին ու հետևություն էին անում, որ պետքա գնան իրենց գյուղում գտնեն վհուկի ու իրեն սպանեն կամ տանջեն կամ մեղադրեն ինչ որ բանի մեջ, որի մեջ ինքը մեղավոր չի։ Այս առումով համաձայն ես, որ ոչ բոլոր գրքերն են օգտակար։ Ոչ բոլոր գրքերն են օգտակար, բայց միևնույն ժամանակ դաշտում ամեն ինչ էլ պիտի լինի, որ ընտիրն երևա, որ համեմատելու տեղ ունենաս։ Համաձայն եմ։ Մարդիկ տարբեր են, կոնտենտը տարբեր է։ Համաձայն եմ։ Բայց մի տեսանյութում դուք եք, չէ՞, ասում, որ TikTok-ը թերթում ես, վատ կոնտենտ է բերում, դու բողոքում ես TikTok-ից, այնինչ դա ըստեյության ցույց է տալիս քո ներաշխարհը, քո լայքացը, քո կոմենտացը, քո նայածը։ Այո։ Ու TikTok-ը քեզ է ցույց տալիս։ Քո գրադարանն էլ քեզ է ցույց տալիս, ինչ ես դու այսօր կարդում, ինչ այսօր կարդում հայ երիտասարդությունը, կարդում է թե ոչ։ Սա ոչ թե հեղինակների ըստեյության մեղքն է, հեղինակը երբեմն տրվում է գայթակղությանը գրելու այն, ինչի պահանջարկը կա։ Եթե պահանջարկ կա բավականին հպանցիկ մակերեսային բովանդակության, բավականին վատ հայերենի, եթե պահանջարկ ունի թեթև բովանդակությունը, չասելու համար անբովանդակությունը, այդ անբովանդակությունը ստեղծվելու է, տպագրվելու է, վաճառվելու է, շատ է վաճառվելու։ Ոստեղ մեղքը կամ խնդիրը հեղինակինը չէ։ Խնդիրը պետք է ավելի խորքային տեսնել։ Եթե սպառվում է անբովանդակությունը, ուրեմն բովանդակությունը բավարար չի տրվել, ասենք հենց դպրոցում ամենափոքր դասարներից սկսած։ Ուղղակի ես միտեղ լսում եի, սա հարց է, որը չգիտես, որն է ճիշտը։ Միտեղ մի հատ հետաքրքիր հարցազրույց է լսում, որտեղ զրուցում էին դրա մասին, որ իդեպ հայեր էին զրուցողները, որ պետք է սահմանել հեղինակները սահմանեն սանդղակ, մակարդակի սանդղակ, որին պետք է լսարանին բարձրացնեն։ Ինչի հետ ես էլ sense երկակի համաձայնություն, ինչ ես դու կարծում ես հարցով։ Հեղինակը կարող է ունենալ այդ պատասխանատվության զգացողությունը, կարող է չունենալ։ Այսինքն հեղինակները տարբեր են։ Հեղինակները ինչ որ ցենց հաղթահարելուց հետո չեն դառնում հեղինակ։ Որևէ մեկը կարող է վերցնել, գրել, որևէ մեկը իր խելքի հասածի չափով կարող է ստեղծագործել ու տալ product։ Դու այդ product-ը չես կարող արգելել։ Ես դեմ եմ գրաքննության ու խոսքի ազատության սահմանափակման որևէ դրսևորումների, մանավանդ որ մեր երկրում դրանք այսօր շատ ու շատ կան։ Առանց են էլ մենք ապրում ենք այսօր սարսափելի գրաքննության ու խոսքի ազատության սահմանափակման բավական մեծ օրերում, որը շատ լավ իդեպ քողարկվում է ժողովրդավարության տակ, քողարկվում է այնպես արդեն չի էլ քողարկվում, արդեն բավականին ագրեսիվ, անթակույց դա անում են ու շատ բռնություն կիրառելով, շատ հաճախ մենք նաև ականատես ենք լինում։ Հիմա մարդը որոշել է գրել է, պատասխանատվությունը անհատի վրա չէ։ Պատասխանատվությունը պետության վրա է։ Ու միշտ նմանատիպ գլոբալ հարցերում, երբ մենք խոսում ենք ազգի ճաշակից, կրթությունից, ինչ որ մարդկանց ընդհանրացրած ինչ որ բաներից ենք խոսում, հա, որ վատ գրականությունը կարող է դառնալ բեսթսելեր, որ խորքային բովանդակությունը կարող է կորել ու ուշադրության չարժանանալ։ Այսինքն պատասխանատվությունը ընկալողի վրա է։ Պատասխանատվությունը պետության վրա է, պետք է լինի պետության պատվեր։ Պետությունը պետք է ունենա հստակ հայեցակարգ։ Լավ, բոլորի վրա չի կարող, չէ՞, ազդել, բայց կարող է։ Ազդեցության հսկայական լծակներ ունի պետությունը ու պետք է ունենա ու պետք է օգտագործի դա ճիշտ, որպեսզի ազգը ավելի վեհանա, ավելի բարձրանա, լավ բովանդակությունը մշտապես տարածվի ավելի լուրջ հովանավորչությամբ։ Այսինքն գիտությունը պետք է ունենա շատ մեծ պետպատվեր, մշակույթը պետք է ունենա շատ մեծ թիկունք։ Սա շատ հետաքրքիր հարց է, հետաքրքիր է, ինչպես ես դու նայում նրան, որ եթե այդպես է ու մարդիկ պետքա խոսքի ազատություն ունենան, ուրեմն իդեպ մեր մոտ երկրում դա բավական վատ վիճակում է, պետք է օրինակ LGBT համայնքի մարդիկ իրավունք ունենան Երևանում անել պարադ ու քարոզել այն ինչ որ իրենք ուզում են, դա իրենց ազատ խոսքի իրավունքն է։ Արդյոք սրանում ինչ որ Դա նորմալ է, օքեյ է, պետք է ժողովուրդը իրենց իրավունքները, հա, 6-րդ դասարանի հասարակագիտության դասագրքի դրույթ է դա։ Ազատվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ երեխաների,
իմ ազգի երեխաների իրավունքները, անչափահասների իրավունքները, այսինքն մենք տարբեր բաներից ենք խոսում, լրիվ անհամեմատելի։ Դա լա կոնտենտ է։ Հետևաբար ազատությունը պիտի լինի, անշուշտ պիտի լինի։ Ամեն առումով ազատությունը պիտի լինի։ Եվ այդ ազատության մեջ է, որ պիտի իրապես երևա, թե այս ազգը ինչ արժեքների կրող է, ինչ արժեքների է պատրաստ եւ ինչի պատրաստ չէ, ինչն է ցանկանում մերժել, ինչը իր համար ընդունելի չէ, իսկ ինչը որ փոքրամասնությանն է, այդ փոքրամասնությունը հիմա մեղքի որևէ դրսևորում։ Նա մարդը մեղք է գործում, դրա համար պատասխան է տալու իր քրիստոնեական կամ ոչ քրիստոնեական ընկալումների։ Այսինքն ես այստեղ նույնիսկ նրանց նկատմամբ բռնության կողմնակից չեմ։ Իհարկե։ Այսինքն բռնությունը ընդհանրապես պիտի չլինի, ազատությունը պիտի լինի, բայց այդ ազատությունն էլ պիտի սանձարձակություն չդառնա։ Շատ պարզ է, որը ցավոք սրտի վերջերս մենք գնալով այնքան ենք ինքնավստահ դարձել, երբեմն շատ պարզ բաներ փորձում ենք կասկածի տակ դնել ու դրանից խճճվում ենք։ Այնքան ակնհայտ բաները, այնքան ակնհայտ է, թե մարդը որտեղ կարող է լինել ազատ, իսկ որտեղ չպիտի լինի սանձարձակ։ Մենք թեմայից բավական շեղվեցինք, գրքերից խոսքը գնաց ու հասանք որտեղ դու պատմում ես, որ սովորել ես Գևորգյան ճեմարանում եւ հետո բանակում ես հետո եղել ու դրանից հետո որոշել ես սովորել PR բաժնում։ Հիմա ինչով ես զբաղվում։ Ոչ PR։ Կներես, պրոդյուսերություն, այո։ Ըստ էության բանակից հետո իմ կյանքի շատ հրաշալի տարիներ էին Տավուշի թեմում, որտեղ ինձ համար թե դպրոց էր, թե աշխատելու, կայանալու, ծառայելու բավականին մեծ դաշտ, ու շատ օրհնված եմ, որ հենց այդ օրերի Տավուշն եմ վայելել, Տավուշի թեմը, որը այդ օրերում շատ ակտիվ գործունեություն էր ծավալում, այնտեղ մենք ունեինք առաջնորդների պատրաստման Տավուշ դպրոցը, որտեղ երեխաները կրթվում էին, շատ ակտիվ էր թեմը։ Եվ բավականին մեծ նաև մեդիա գործունեություն կար թեմում։ Եվ հենց այդ մեդիա ալիքն էր, հենց եկեղեցական մեդիան, որ հենց Տավուշի թեմում ակտիվ կար, որ նաև մոտիվացրեց ինձ սկսելու իմ բլոգը։ Ու նաև իհարկե Տավուշի թեմում ես սկսեցի թե համացանցային քարոզչությունը, թե գիրքս իմի բերեցի, որը թեև ճեմարանական տարիներից էի սկսել գրել, ու այսպես շատ յուրահատուկ փուլ էր։ Հիմա իմ գործունեության մեջ մի կարևոր նոր նախաձեռնություն կա, որի մասին կուզեմ խոսել։ Հա, պատմի։ Մենք արդեն տևական ժամանակ է սկսել ենք վերև ուխտագնացությունների շարքը։ Վերևը յուրահատուկ նախագիծ է, որովհետև մենք կրոնական զբոսաշրջությունն ենք փորձում զարգացնել։ Այսինքն դասական, ավանդական ուխտագնացությունը, որը ու ինչ-որ բան են սովորում մարդիկ։ Այո, մարդիկ վերջապես հոգի են, մարմին եւ միտք։ Հետևաբար թե ճամփորդությունը, թե զբոսաշրջությունը, հա, թե հոգևոր եկեղեցական ընկալումները եւ թե կրթությունը մեր ծրագրի բաղադրիչ մասերն են։ Ճանապարհ անցնելով, ուխտագնացության մասնակցելով մարդիկ ճանաչում են իրենց հայրենիքն ու եկեղեցին ու արդյունքում ճանաչում են իրենց։ Շատ գեղեցիկ է ու տեսնել թե ինչ զգացողություններ ունեն մարդիկ այդ ուխտագնացությունների ընթացքում։ Իսկ որտեղ եք գնում։ Մենք սկսեցինք դեպի մայրաթոր ուխտագնացություններով։ Հիմա նաև ունենք մի նոր ճամփորդություն դեպի Աղավնավանք, դեպի Տավուշ։ Մենք անվանել ենք դա այսպես բնության հետ ներդաշնակ ճամփորդություն։ Ու երբ կենիների անտառով, այդ անտառը հաղթահարելով բարձրանում ես ու վերջում տեսնում ես թրաշք Աղավնավանքը, ուղղակի փշաքաղվելու է, թե ինչ հարուստ ենք մենք, ինչքան օրհնված ենք մենք մեր վանքերով, մեր այդ վանքերին կից դարեր շարունակ գործած դպրոցներով, որոնց ժառանգությունը, որոնց թողածը պետք է ուսումնասիրել։ Երբեմն երբ դու կարդում ես այդ վանքերի արձանագրությունները, տեսած կլինեք վանքերում շատ արձանագրություններ կան պատերի վրա, փորձել եք կանգնել կարդալ դրանք։ Մտքովս չի անցել երբ։ Ինչ գանձեր են այնտեղ հայտնաբերվում։ Ինչ հրաշալի նյութեր կան այդ մեր վիմագրերի մեջ, որ պետք է հատ տար դրանք կարդալ ու ուղղակի ապրել դրանով։ Ու ոչ թե սնապարծությամբ լցվել այդ ես հպարտ եմ, որ ես հայ եմ, չէ՞։ Ես հպարտ եմ, որ ծնվել եմ չորեքշաբթի օրը, ինչ ես արել դու հայ ծնվելու համար։ Հայ ծնվելով մի հպարտացի, այլ պատասխանատվությամբ լցվիր այդ հայ լինելուդ հանդեպ։
հայ լինելը որպես առաքելություն ընկալենք։ Դա շատ լուրջ առաքելություն ու պատասխանատվություն է։ Հայ լինելը ու այս հսկայական ժառանգությանը տեր կանգնելը ինքը լուրջ քննություն է, որ մի օր արդեն հասուն տարիքում պիտի հստակ հասկանաս դու այս ամենի հետ կապ ունես թե չունես։ Այս ամենը վերջը քոնն է թե քոնը չի։ Այս ամենում դու հյուր ես, զբոսաշրջիկ ես, կողքից նայող նկարվող ես, թե տանտեր ես։ Եթե տանտեր ես, ուրեմն պատասխանատու ես։ Իսկ եթե պատասխանատու ես, ուրեմն պիտի ճանաչես, ուսումնասիրես, սեփականացնես մտավոր հոգևոր առումով, որպեսզի նույնիսկ ենթագիտակցությունը հստակ իմանա, որ դա քոնն է։ Էկոստեպը արևային պանելների մասին չէ, այլ ֆինանսական արդյունավետության։ Այստեղ տեղադրված է Հայաստանի տանիքային ամենախոշոր արևային կայանը, ընդհանուր 2.5 մեգավատ հզորությամբ։ Այն ամեն ամիս խնայում է այս գործարանի համար ավելի քան 150 միլիոն դրամ, եւ դա անշուշտ ֆինանսական արդյունավետության մասին է։ Դե ինչ կանաչ քայլ կատարելու հերթը ձերն է։ Իսկ Homodeus պրոմոկոդով արևային կայան տեղադրելու դեպքում կստանաք հատուկ քեշբեք, որը ի դեպ փոքր թիվ չէ։ Մանրամասների համար զանգահարեք 8124 կարճ համարին եւ ձեզ ամեն ինչ կպատմեն, կամ թողեք զանգի պատվեր Ecostep AM կայքում։ Հանդիպենք։ Ես կմիանամ ձեզ հաջորդ սիրով կհրավիրեմ։ Սիրով կմիանամ, որովհետեւ ես լսելուց միայն արդեն ահագին էմոցիաներ վերապրեցի այս ընթացքում, արդեն պատկերացնում եմ այնտեղ ինչ է լինելու։ Թովմաս, հիմա կյանքը շատ բազմակողմ ու բարդ է դարձել։ Գիտես, որ ոչ բոլոր մարդիկ են պահում Աստծո 10 պատվիրանները եւ շատ հաճախ ծանոթ չեն դրանց։ Դու որքանով ես կարողանում քո կյանքում պահել 10 պատվիրանները։ Դավիթ ջան, դուք իմ խոստովանահայրը չեք։ Ես ունեմ խոստովանահայր եւ խոստովանության կգնամ ներողություն, բայց միայն իր մոտ։ Ինչ վերաբերում է պատվիրաններին, դա խոստովանության հրավեր էր։ Ինչ վերաբերում է պատվիրաններին, նախ դրանք 10 չեն, դրանք շատ ավելին են։ Այ, այդ մենք չգիտենք։ Շատ ավելին։ Անշուշտ Աստվածաշնչում բազում պատվիրաններ կան եւ ինչ որ բան անելու եւ ինչ որ բան չանելու, պատվիրաններ, որոնք վերաբերում են մեր մտքին, մեր խոսքին, մեր գործերին։ Պատվիրանները ոչ թե սահմանափակող բանտի պատեր են, այլ պաշտպանական ամրոցներ։ Դրանք պաշտպանում են մեզ։ Դրանք ընդ որում միայն մեր օգտի համար են։ Մենք պատվիրաններ խախտելով Աստծուն չենք վնասում, մենք վնասում ենք ինքներս մեզ։ Եվ մեզ վնասող, իրապես վնասող, մեր հոգուն, մտքին ու մարմնին վնասող բաներն են, որ արգելված են Աստվածաշնչում, ոչ մի ավել բան։ Անշուշտ Աստվածաշունչը նաև ասում է, եթե մեկը ասի ես երբևէ մեղք չեմ գործում, նա արդեն իսկ սուտ է խոսում ու դա ինքնին մեղք է։ Մենք բոլորս էլ մեղավոր ենք եւ նույն ժամանակ կա ապաշխարություն, որն անդադար ընթացք է, գիտակցելով, խոստովանելով, զղջալով, հատուցելով եւ թողություն ստանալով մենք անդադար քայլում ենք դեպի Քրիստոս։ Մի օր կսայթակենք, մի օր կսխալվենք, մի օր կառաջանանք ինչ որ դրական բանի մեջ, կարևորը չենք հուսահատվի։ Այսինքն Աստծո այդ հարաբերությունը շատ դինամիկ, շատ հետաքրքիր ընթացք է։ Իսկ որքան են Հայաստանում քրիստոնյաները իրական, որ համապատասխանում են իրոք քրիստոնեության արժեհամակարգին, ապրում են քրիստոնեական պատասխանատվությամբ, ապրում են քրիստոնեական արժեքներով, որքան են այդ մարդիկ ըստ քեզ պատասխանեք ինձ ցանկում։ Մոտավորապես ինչ որ պատկերացնում ենք, օրինակ ես նայում եմ ինչքան մարդիկ են ասում, որ հավատում են Աստծուն եւ որքանն են այդ մարդկանցից որ լրիվ հակառակն են անում իրենց կյանքում։ Եկեղեցիներին էլ չանդրադառնան, որ եկեղեցիներում պատարակներին մարդիկ չկան եւ այլն։ Ես աթեիստ եմ, ինձ դրանից sense ասած ոչինչ, բայց աթեիզմը չի ասում, ես որպես աթեիստ, այսինքն ձեզ ոչինչ այս ազգաբարոյական ինչ պատկեր ունի։ Անձնապես ինձ ոչ մի վնաս չի լինում այս շրջանում դրանից, բայց ես գիտակցում եմ։ Նա, եթե օրինակ, այսինքն եթե ազգը ունի բարոյական բարձր նկարագիր, դա ձեզ օգուտ չի բերում, ու եթե օրինակ ազգը ունի շատ ցածր բարոյական նկարագիր, դա աթեիստին չի վնասի։ Այսինքն եթե շուրջ բոլորը ստեն, բոլորը
դավաճանեն, դա ձեզ չի վնասելու։ Տեսեք, բարոյականությունը նախ պետք չէ խիստ կրոնականացնել։ Ես ճանաչում եմ շատ անհավատ մարդկանց, հենց անհավատների, ոչ աթեիստների, շատ անհավատ մարդկանց, որոնք ունեն բավականին բարոյական նկարագիր։ Ես երբևէ որևէ անհավատ մարդու միանգամից անբարոյականության մեջ չեմ մեղադրի։ Այս դեպքում մարդը կարող է ունենալ ներքին բարոյական նորմեր, դաստիարակություն, քաղաքավարություն եւ ըստ էության բավականին լավ դրսևորել իրեն այս կյանքում։ Իհարկե, ընդհանրապես հնարավոր չէ որևէ ձևով բնութագրել ազգը ինչքանով է Աստծուն մոտ կամ հեռու, կամ ինչքանով է բարոյական կամ անբարո, այս կարծում եմ այս հարցը ռետորական է ու չունի որևէ պատասխան։ Միևնույն ժամանակ իմ տպավորությունն այն է, մանավանդ բավական շատ ճամփորդելուց հետո, որ մենք բավականին լավ պահպանված ազգ ենք։ Մենք սիրում ենք ու բավականին մեյնսթրիմ է դարձել շատ մեղադրել այս ժողովրդին։ Ամեն տեսակ խնդիրները, որոնք կան քաղաքական, հասարակական, տնտեսական դաշտում, անդադար գցել ժողովրդի վրա, ազգի վրա, մեղադրել, որովհետև գիտեք, երբ ասում են բոլորս էլ մեղավոր ենք, ազգ չենք, էս ենք, այն ենք, սա մի տեսակ փախուստ է պատասխանատվությունից։ Այդ ոչ թե ես եմ մեղավոր, այլ այդ մենք ազգ չենք։ Այդ ոչ թե ես եմ վախենում տալ մեղավորների անուն ազգանուններ, որոնք շատ հստակ են, շատ հստակ, անուն ազգանուններ, որոնք պատասխանատու են այս ամենի համար, այլ ուղղակի այդ անուն ազգանունները չտալու համար, կոմֆորտից դուրս չգալու, վախերը չհաղթահարելու համար, այդ մեղքերը հասցեագրել ազգին, ժողովրդին, բոլորին, երբ որ այս ազգը, գիտեք, թե 44-օրյայի օրերին, թե դրանից առաջ ու հետո շատ բարձր գիտակցությամբ այս երկրի համար պայքարել է։ Ու մարդիկ միշտ էլ մեծամասնությունը ունենալու է մեր ակնկալիքից ավելի քիչ կարողություն ու շատ հաճախ չի հաղթահարելու իր վախերը։ Այս դեպքում չի կարելի անդադար առանցնել հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց ճնշել, դուք էս եք, դուք են եք, հա։ Ես մեկ-մեկ հիմա շատ հաճախ լսում եմ, գրեթե բոլոր հարցազրույցներում գոնե մեկ այդպիսի էպիզոդ կա, որտեղ մի հյուր շատ լուրջ հայացքով, շատ խորը մտածելով, որ հիմա ինքը շատ լուրջ բան է ասում, վերջերս նույնիսկ առաջին, այսպես ասած, դեմքի մակարդակով այդ բավականին պրիմիտիվ ու տափակ միտքը հնչեց, խոսում են չախտոտելուց ու ասում են, այ մաքուր կլինի, եթե մենք չախտոտենք ու օրինակ են բերում, ներողություն ես բառի համար, բիչոկը գցում ես հայրենասիրությունից ես խոսում, բիչոկը գցում են ու այս բիչոկը գցում են ու են, ու ստեղծվել է ինչ-որ մի հատ հատուկ մարդու կերպար, որը բիչոկ է գցում, ու ինքը մեղավոր է մեր օրինակ մայրաքաղաքի բոլոր խնդիրների մեջ։ Արի ու տես, որ շատ ու շատ երկրներ կան, որոնք ասենք այնտեղ մարդիկ այնպես չի հատուկ մաքրասեր են ու հատուկ աղբ չեն գցում, բայց այնտեղ կա նորմալ աղբահանության համակարգ։ Այնտեղ աղբահանությանը տրամադրված բյուջեն չեն ուտում 3-4 հոգի իրենց 3-4 ընկերներով, հա։ Այնտեղ նորմալ աշխատում է տվյալ մասում պաշտոնյան, ոչ թե ասենք ծեծկրտուկ է կազմակերպում ու իրեն պահում է ամենավերջին խուժանի նման։ Հիմա երբ որ քո այդ աղբահանության պատասխանատուն խուժան է, կամ գող է, կամ ավազակ է, կամ ուղակի պապս ասում էր բեբաշար, անկարող է, պետք չէ գցել մարդկանց վրա, որոնք անշուշտ մեծամասնությունը միշտ էլ այդ շատ-շատերը այդ պահին այդտեղ կողքը չտեսավ աղբաման, չի քայլելու իմ ու քո նման 20 մետր են կողմ աղբը գցի։ Այդտեղ միտեղ գցելու է։ Ու ինքը դրա համար մեղավոր չի։ Ինքը էլի մեղավոր է։ Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարձր գիտակցությունը, որ չի կարելի աղտոտել, որ պետքա քայլել աղբամանը, թեկուզ եթե հեռու է ճանապարհ շեղես գնաս հասնես աղբամանի մոտ, նույնիսկ եթե լավ կազմակերպված չի, հա, աղբամանների այդ ցանցը ու պետք է ահագին քայլես, որ աղբաման գտնես, ոչինչ քայլի, գնա գտի։ Շատ քչերն են աղբերը ընդհանրապես բաժանում ու պլաստիկը օրինակ առանձնացնում։ Երևանում դա կարծեմ ընդհանրապես այսօր ընդունված չէ ու շատ իրոք քչերն են դա անում։
Այսինքն միշտ քչերն են զբաղվելու այս կարևորագույն հարցով եւ միշտ այդ քչերն են հաղթելու։ Միշտ այդ քչերն են իրավիճակ փոխելու։ Միշտ այդ քչերն են լինելու ինֆլուենսերները, ազդեցիկները, լիդերները, առաջնորդները, որոնք հարց պիտի լուծեն։ Միշտ այդ քչերը պիտի ավելի մեծ ազդեցություն ու ուժ ունենան, քան այն մեծամասնությունը, որը առանձնապես չի զբաղվում այդ աղբով, կգցի կանցնի առաջ, իրեն դա չի հետաքրքրում։ Մեծամասնությունը միշտ նայելու է, որ իր տանը մաքուր լինի, բայց իր տան կողքի փողոցում կարելի է աղբը գցել։ Ու սա դու չես փոխի, բայց եթե լիդերը դա անում է ու ճիշտ է կազմակերպում ու տեսնում է մարդը որ լրիվ մաքուր է, ինքը արդեն ինքնըստինքյան մաքուր տեղի չի կեղտոտում։ 10 բիչոկի մեջ 11-րդը գցելը հեշտ է, ամենադժվարը առաջին բիչոկը կամ ոնց է հայերեն այդ ծխախոտի գլանակը, այդ գլանակը ամենաառաջինը գցելն է դժվար, 10-րդը գցելը հեշտ է։ Վերադառնամ այն խոսքին, ես համաձայն եմ քո ասացի հետ, վերադառնամ այն խոսքին, թե ինչու ինձ դրանից ոչինչ, ես զգացական մակարդակում դրանից ոչ մի տառապանք ու նեղվածություն չունեմ մի պարզ պատճառով, որովհետև գտնում եմ, որ բարոյական ազգի նկարագիրը, ազգի բարոյական նկարագիրը ուղիղ կապված չէ նրա հետ, թե քանի հոգի եկեղեցի այցելում, ես ինքս օրինակ, տես օրինակ ես օրինակ ինձ եմ օրինակ բերում, ես օրինակ ռեգուլյար եկեղեցի չեմ այցելում, բայց դա ինձ չի խանգարում հարգել դիմացինին, սիրել ընկերոջը, չստել, բարի գործեր անել, օգնել հասարակությանը իմ գործով, դա իմ գիտակցության մեջ այլ կերպ անցալվում։ Ոնց ես դու դա տեսնում։ Ուզես թե չուզես, հաշտ լինես այս մտքի հետ թե ոչ, քեզ դա դուր գա թե չէ, ավանդաբար ու դարեր շարունակ այս ազգի, այս պետության, պետականության, հայկականության դարեր շարունակ բարոյականության դպրոցը, բարոյագիտության կերտողը, քարոզողը, պրոպագանդողն ու տարածողը եղել է եկեղեցին։ Անշուշտ այդտեղ լուրջ դեր ունի նաև պետությունը։ Եթե Պլատոնի պետությունը կարդում ենք, այնտեղ ամբողջը առաքինությունների մասին է եւ պետությունը առաքինությունների հիմնական սատարն ու պաշտպանողն ու տարածողն է։ Միևնույն ժամանակ եկեղեցին դարեր շարունակ հսկայական գործ է արել այդ դաստիարակչական առումով։ Եվ այսօր մի ազգի մեջ ենք մենք ապրում, որի 90 եւ ավել տոկոսը իրեն համարում է քրիստոնյա։ Նույնիսկ եթե այս դեպքում չառանձնացնենք, թե ինչ հարանվանության անդամներ են, հա, նրանք աղանդավորներ են, թե հենց մայր հայ առաքելական եկեղեցու զավակներ են, այնուամենայնիվ քրիստոնեական բարոյագիտության ծիրում են բոլորն էլ։ Պարզ է, որ ինչքան շատ մարդիկ հավատարիմ լինեն իրենց ազգային հավատքին, իրենց կրոնական զգացմունքներին, այդքան բարոյական պատկերը հստակ բարձր է լինելու։ Իսկ եթե մարդը քրիստոնյա է ու նույնիսկ իր քրիստոնեության մեջ, նույնիսկ իր հավատքի մեջ հավատարիմ չէ ու կիսատ է, այստեղ վտանգավոր է, շատ վտանգավոր խնդիր ունենք մենք, որովհետև եթե դու ասում ես ես քրիստոնյա եմ, բայց ես չեմ կարող ասել քանի տոկոսն է այդպես ասում, չկա որևէ հարցում թե մարդկանց, մենք ունենք որոշակի պատկերացում, թե քանի տոկոսն են գալիս պատարակներին, իսկ քանիսն են մոտավոր։ Վերջերս լսեցի 14%-ի մասին, եթե հաշվի չառնենք տաղավար տոները, հա, հիմնական այսպես պատարակի գնացող մարդիկ, այնուամենայնիվ փոքր թիվ չի, ինձ թվում է բավական թիվ։ Փոփոխվող թիվ է։ Պատերազմից հետո թիվը աճել է, հիմա չգիտեմ շարունակում է աճել թե չէ։ Ինչ վերաբերում է անհավատությանը, ես ունեմ անհավատ ընկերներ, ես կարծում եմ, որ իրենց դիրքը շատ անկեղծ է։ Շատ անկեղծ է ասել, որ ես Աստծուն չեմ հավատում։ Շատ ավելի անկեղծ, քան երբ դու ասում ես, որ հավատում ես, բայց քո գործերը վկայում են հակառակի մասին։ Թովմաս, իսկ մարդիկ, որոնք ասում են Աստված իմ մեջ է, ես դրա համար չեմ գնում եկեղեցի։ Ես իմ Աստծու հետ իմ ներսում խոսում եմ, ինչ կասես դրա մասին։ Դե սխալ արտահայտություն է անշուշտ, շատ սխալ արտահայտություն։ Եկեղեցու դերը այդտեղ որն է ու ինչու պիտի հենց մարդը հասկանա, ինչ պիտի հասկանա, որ չի հասկանում։ Մարդիկ իրենց եկեղեցին իրականության մեջ շատ սիրում են, շատ ձգտում են դեպի եկեղեցի։ Եկեղեցին էլ իր գործունեությունը
Հավուր պատշաճի անում է, այսինքն եթե մենք հաշվի առնենք, թե ինչքան փոքրատիվ են հոգևորականները եւ ինչ ահռելի գործունեություն են անում իրենք այդքան փոքր թվի մեջ, իրոք էլի պատկերը շատ հետաքրքիր է։ Ընդամենը 600 հոգևորական, ես այս թիվը շատ հաճախ եմ կրկնում, որովհետեւ մարդիկ երբեմն ինչ-որ պատկերացումներ ունեն տասնյակ հազարավոր հոգևորականների մասին, որոնք գործում են, մինչդեռ մենք շատ քիչ ենք։ Եվ հա, պիտի քիչ ազգ կրթվի քրիստոնեության մեջ ու կրթվում է։ Ու միշտ հաջորդ օրը ավելի լավն է, քան նախորդը։ Սովետական տարիներից հետո տարի իրավիճակը շատ ավելի բարվոք է դառնում։ Ես չեմ սիրում ու վերջերս ինձ ավելի գնալով ավելի մի քիչ նեղացնում այն, որ էլի գրեթե բոլոր հարցազրույցներում շատ հաճախ հարցերի ենթատեքստը այն է, որ մենք հիմա իրար հետ նստելու ենք ու մեր ազգին, մեր ժողովրդին փնովելու ենք։ Ասելու ենք, այ սենց են ասում, նենց են ասում, վատն են, չէ, էլի։ Երբ որ համեմատում ես մյուս ազգերի հետ, երբ որ ամբողջ աշխարհով ես պատկերը նայում, հայ ժողովուրդը այնքան հետաքրքիր յուրահատուկ դրսևորումներ ունի։ Ինքը, օրինակ, տեսեք, այս վերջերս շատ է խոսում դավաճանության մասին, որ հայոց պատմությունը նայում ես իրականում մեր դավաճանները այնքան էլ շատ չեն եղել։ Մենք շատ քիչ դավաճանություններ ենք ունեցել, ավելին ասեմ, եթե համեմատում ես մյուս ազգերի հետ, մենք շատ քիչ։ Մեր առանձնահատկությունը ո՞րն է։ Ի տարբերություն շատ ու շատ ազգերի, մենք մեր դավաճանների անունները չենք մոռանում։ Վայ շատ հետաքրքիր ենք հիշում։ Մեր դավաճանների պատմությունները շատ մանրամասն են նկարագրվում։ Տեսեք, օրինակ Վասակի դավաճանությունը, ինք բավականին մանրամասն նկարագրված է, ու Եղիշեն հպանցիկ չի անցնում դրա վրայով։ Ինքը հատուկ ուզում է, որ այդ դավաճանությունը հիշվի նույնքան, որքան հերոսների սխրագործությունը։ Եվ էլի Դավիթ Բեկի մյուս այսպես էպիզոդներում շատ ցցուն ու հստակ դավաճանների անունները, պատմությունները այսպես շատ հիշվում է մեր ազգի կողմից։ Այ դա շատ հետաքրքիր է։ Արդյունքում թվում է թե դավաճաններն են շատ, բայց չէ, մենք ուղղակի հիշում ենք դավաճաններին։ Դա շատ կարևոր է, ես կարծում եմ, որ հայոց պատմությունից շատ բան ունենք սովորելու։ Ես անկեղծ ընդունում եմ քո դիրքորոշումը, բայց եթե դեմ չես ասեմ իմ տեսակետ այդ հարցի շուրջ, կարծում եմ երկու կողմն էլ մեղավոր են ընդհանուր առմամբ միշտ սենց է եղել պատմության ընթացքում գրեթե միշտ պետության անհատները մեղադրել են, որ ժողովրդի մեղքով ա եղել, իսկ ժողովուրդը մեղադրել է, որ պետության ղեկավարի կամ պետության միտքը ավարտեմ, պետության ղեկավարի կամ պետության գլխավորի մեղքով է լինում այնինչ լինում է, ուղղակի հիմա առաջ ոնց որ ասում են ռուպերը մենակ պետության ձեռքում էր, հիմա ռուպերը նաև ժողովրդի ձեռքում է, ժողովուրդը ունի պետությունը երբեք պատմություն չէր գրում։ Պատմություն միշտ գրել է եկեղեցին։ Ու միշտ գրել են անհատներ, որոնք չեն եղել պետությունն ու եկեղեցին իրար հետ սերտաճած են, պետությունն ու եկեղեցին իրար հետ երբևէ չեն համագործակցում։ Երբևէ հայոց եկեղեցու հետ որևէ այլ աշխարհիկ կառույց չի սերտաճել։ Հայոց եկեղեցին միշտ եղել է ինքնուրույն, միշտ եղել է անկախ։ Հայոց եկեղեցու անկախությունը նույնիսկ գերտերությունները, կայսրությունները խաթարել չեն կարողացել։ Նույնիսկ բյուզանդյան ու հռոմեական ունիթորական հսկայական շարժումները չեն կարողացել հայոց եկեղեցուն իր ինքնուրույնությունից որևէ վարկյան մի նշանախեց շեղել։ Հայոց եկեղեցին իր 1700-ամյա կառույցով կարող է բոլորիս այսօր տալ հսկայական դաս, թե ինչպես կարելի է լինել անկախ։ Ինչպես կարելի է կանգնել հսկայական գերտերությունների դեմ դիմաց, կաթոլիկ եկեղեցու դիմաց, ուղղափառ եկեղեցու դիմաց, կաթոլիկ աշխարհին հովանավորող կայսրի դիմաց, եւ ասել մենք չենք ընդունելու Քաղկեդոնը, չենք անցնելու ազատ գետը, ինչպես հայրապետներից մեկն էր ասում, չենք ուտելու ձեր փռան հացը եւ չենք խմելու ձեր ջրախառն տաք գինին։ Մեր սյունյաց պատրիարքներից մեկն էլ մետրոպոլիտներից, հա, այսպեսի մի հետաքրքիր խոսք ունի, ես իմ հայրերի հետ կգնամ դժոխք, ձեր հետ դրախ չեմ գա։ Երբ ասում են ձեր եկեղեցին հերետիկոս է, դուք դժոխք եք գնալու, ձեր հավատքը հերետիկոսական է, դուք չեք փրկվելու, պիտի կաթոլիկ դառնաք, որ փրկվեք։ Ինքն ասում է, ոչ, ես իմ հայրերի հետ կգնամ դժոխք, բայց ձեր հետ դրախ չեմ գա։ Այսինքն մենք դարեր շարունակ, այսինքն դվինի ժողովներով, մեր հայրապետների օձնեցու, հա, թափով, տաթևացու իմաստությամբ մենք անկախ ենք մնացել։ Ում հետ սերտաճենք։ Հայոց եկեղեցին ճշմարտության հետ է սերտաճած։ Եվ այդ ճշմարտության դեմ չի մեղանչել։
երբեմն ասում են, չէ, ժողովրդի կողքը չի, ժողովրդի մեջ չի, այս կողմում չի, այն կողմում չի։ Հայոց եկեղեցին մի կողմ ունի, դա ճշմարտության կողմն է։ Ինչպես Վարդանն էլ ասում էր, բռնենք ճշմարտության կողմը, իր զինվորներին էր ասում։ Հիմա հայոց եկեղեցին իր զավակներով ըստ էության գրել է հայոց պատմությունը։ Մովսես Խորենացին եպիսկոպոս է, Ղազար Փարպեցին վարդապետ է, Եղիշեն վարդապետ է, Հովանես Դրասխանագերցին կաթողիկոս է, մեր բոլոր պատմիչները, եթե ուշադիր լինեք, հոգևորականներ են։ Եվ իրենք գրել են չմեղանչելով ճշմարտության հանդեպ։ Դա ցույց է տալիս պատմագրական ուսումնասիրությունը շատ հաճախ, երբ որ փորձել են մեղադրել այդպես չի եղել, հետո հնագիտությունը ապացուցել է, որ չէ, այդ մարդիկ ճիշտ են։ Մանավանդ Ագաթ Անգեղոսի պարագայում օրինակ շատ բաներ կան, որ տարիներ շարունակ ասում էին միֆ է, առասպել է, բայց հետո հնագիտորեն դա ապացուցվում է։ Հիմա ռուպերը ում ձեռքին է եղել, ում ձեռքին չի եղել, հարցը դա չի։ Հարցը շատ օբյեկտիվ, հստակ փաստն է, որ պետության նկատմամբ պատասխանատուն միշտ այդ պետության առաջնորդն է, թագավորության պատասխանատուն թագավորն է, թագավորության կորստի պատասխանատուն օրինակ Բագրատունյաց թագավորության կորուստը։ Բայց մի վարք կներես, ես կներես, որ ընդհատում եմ թագավորը եւ ժամանակակից երկրի ղեկավարը ունեն մեկ առանցքային տարբերություն։ Սա ընտրել է ժողովուրդը եւ հանդուրժում է, թույլ է տալիս շարունակել, թույլ է տալիս անել այն ինչ անում է, իսկ նա ոչ։ Դուք պատմության մասին խոսեցիք, դուք ասացիք, որ պատմության ընթացքում ժողովուրդը մեղադրել է առաջնորդներին, առաջնորդները մեղադրել են ժողովուրդին։ Մենք այդ փաստերը չունենք։ Ինչ էլ ունենք, շատ փաստեր ունենք։ Ես իմ ասացի փաստերը շատ ունենք։ Հիմա այնուամենայնիվ մենք միշտ էլ գիտենք, որ պատասխանատվությունը մշտապես առաջնորդի վրա է, ով էլ որ նա լինի։ Առաջնորդն է պատասխանատու։ Առաջնորդինն է հաղթանակի պատիվը, առաջնորդինն է պարտության անպատվությունը։ Այսինքն դու օրվա պատասխանը։ Դա նույնիսկ եթե երկրի ժողովուրդն է ընտրում այդ առաջնորդին, ու եթե նա ընտրել է այնպիսի առաջնորդ, որը չի կարողանում այդ պատասխանատվությունը կրել ու տանել, դա միևնույն է առաջնորդի մեղավորությունն է։ Մենք հիմա թեման շատ կտրուկ կփոխենք, եթե խոսենք ընտրություններից, որովհետև մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ ընտրությունների մասին խոսելը ակնհայտ մենք էլի մտնելու ենք իհարկե բարոյագիտական դաշտ։ Փորձենք, այո, այդ պետությամբ խոսենք այն հսկայական անբարոյությունից, որը կատարվում է թե ընտրություններին ընթառաջ, թե ընտրությունների ընթացքում, թե առավել եւս այդ ընտրություններից հետո, երբ գալիս են ընտրվում են Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի ծրագրով եւ անում են այն ավերը, որի համար որևէ քվե չէին ստացել։ Մենք այսօր չունենք իշխանություն, ինչպես ասել է իմ հոգևոր հայրը, մենք այսօր ունենք ընդդիմություն եւ ինքնաընդդիմություն։ Մարդիկ, որոնք ընդդիմանում են իրենց իսկ բերած ծրագրին։ Հետևաբար, այս մի քիչ ուրիշ թեմա է, հա։ Մարդիկ չեն ընտրել իշխանություն, որը պետք է Արցախ հանձնի։ Մարդիկ ընտրել են իշխանություն, որը պետք է Շուշի դեօկուպացնի եւ Հադրութ։ Բայց դրանից հետո վերընտրություններ են եղել, նորից են վերընտրություններին են ընտրել հենց։ Հենց այդ Շուշիի դեօկուպացիայի համար են ընտրել։ Մենք ունենք մի խոսքով հանձնելու կարևոր փորձություն արժևում, տեսնենք ինչ կընտրի ժողովուրդը, բայց մի կողմից էլ նայ, ես իմ ասացին հակադարձ եմ ինքս ինձ։ Եվ չպետք է հասնենք այդ փորձությանը, այդ հարցը պիտի հենց հիմա լուծվի եւ պետք է լուծվի Աստծո կամքով։ Մենք որը միշտ չի որ ցայն բազմացնեի դեպ։ Մենք ժողովուրդը մի բառով ենք բնորոշում, բայց ժողովուրդը միասեռ ու միատար չէ։ Այսինքն, եթե այսօր երկրի 25%-ն է որոշում երկրի առաջնորդնով է, դա դեռ չի նշանակում, որ դա ամբողջ ժողովուրդն է որոշել։ Բայց միևնույն է անգործությունը նույնպես արդյունքի է բերում ու մարդիկ իրենց անգործությամբ պատասխանատվություն են կրում։ Եթե դու չես գնում քո ձայնը 10 ինչ որ մեկին հայտնես քո կարծիքը որպես քաղաքացի ժողովրդավարական երկրում, դու միևնույն է դրա հետևանքների համար պատասխանատվություն ես կրում։ Որովհետև ընդհանրապես քրիստոնյան պատասխանատու քաղաքացի է, պատասխանատու հայ է ու ունի բարոյական շատ բարձր արժեքներ, որոնք չեն կարող բերել անտարբերության։ Նախ քրիստոնյան չի հուսահատվում, չի հիասթափվում։ Քրիստոնյան մշտապես պայքարում է, որովհետև գիտի կա խաչի ճանապարհ ու կա հարություն, կա հաղթանակ, կա պայքար։ Այսինքն քրիստոնյայի բարոյագիտական աշխարհայացքը թույլ է տալիս իրեն միշտ մնալու պայքարի մեջ։ Հետևաբար միշտ մասնակցելու երկրի պետության առաջընթացին։ Այո։ Եվ Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ինքը մշտապես այդ պայքարի մեջ է լինելու, հա, որպես քրիստոնյա իր արժե համակարգով։
Մեր ինքը անտարբեր չի լինելու։ Իսկ անտարբերությունը ինքը շատ ավելի մեծ մեղք է, քան չգիտեմ, որևէ այլ բան։ Անտարբերությունը սարսափելի չարիք է, սրա մասին շատ է խոսվել։ Այո։ YouTube-ում հեղինակին աջակցելու համար ամենամատչելի ձևը դա ուղղակի բաժանորդագրվելն ու լայք դնելն է։ Իսկ եթե շատ առատաձեռն եք, կարող եք նաև մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը թողարկման մասին։ Իսկ այն մարդիկ, ովքեր ամեն թողարկումներին դա անում են, ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Գնացինք շարունակությունը դիտելու։ Իսկ ժամանակակից աշխարհը անհնար է պատկերացնել, Թոմաս։ Իդեպ արի մի հատ անցում անեմ, ուղղակի անընդհատ դուքով ես խոսում, ինձ թվում է, ես քո հետ դու եմ խոսում, դու դուքով ես խոսում, հիմա կոմենտներում ասելու են հարգի հյուրիդ, ինչի՞ չես խոսում հետը։ Ես ամենայն հարգանքով, ես ու Թոմասը ընկերներ ենք ու վաղուց ենք իրար ծանոթ եւ այո, անցենք տեսախցիկներն են մի քիչ պարտավորեցնում, հա։ Թոմաս, տես, մենք ապրում ենք իրականության մեջ, որ առանց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների այսօր արդեն մարդիկ չեն կարողանում հաճախ պատկերացնել։ Ես չեմ ասում, որ դա անհնար է առանց այդ ամենի, որովհետև տեսնում եմ մարդկանց, որոնք առանց այդ տեխնոլոգիաների փայլուն ու հրաշալի երջանիկ կյանք են ապրում ու իրենց ոչինչ դրանից չի լինում։ Բայց մեծամասնությունն այսօր գտնվում է համացանցում, ես տվյալներն էին նայում համաշխարհային, 64% աշխարհի օգտվում է սմարթֆոններից եւ ինտերնետից, 64%-ը 8 միլիարդից։ Եվ մարդիկ միջինում աշխարհում ինտերնետում անցկացնում են 6 ժամ 35 րոպե։ Դա չափազանց մեծ թիվ է։ Այստեղ մարդիկ օրինակ եթե ուզում են ինչ որ հարցի շուրջ, թեկուզ եւ բարոյական հաճախ պատասխան իմանալ, հիմա արդեն օրինակ շատեր դրա մասին նույնպես վիճակագրություն կա, դիմում են ChatGPT-ին։ Այստեղ ձևավորվել է մի նոր աշխարհ, որն ունի իր նոր կուրքերն ու աստվածները եւ ունի իր նոր կանոնները։ Նույն այնտեղ իդեպ շատ հետաքրքիր ու հատկանշական է, որ մարդիկ իրենց իրական եսը ու թվային եսը հաճախ փորձում են իրար ձուլել, բայց դա այնքան հակասական է լինում հաճախ, որ չեն կարողանում։ Ինչ ես դու կարծում, ՏՏ-ն ձևավորել է համայնք, որտեղ ինքը ստեղծել է իր աշխարհը։ Իսկ եկեղեցին այսօր իրականության մեջ այդ նույն համայնքի կարևորագույն ներկայացուցիչներից է։ Այս առումով խնդիր տեսնում ես իրականության եւ թվայինի միջև։ Ընդհանրապես որևէ նոր բան իր հետ բերում է հնարավորություններ ու մարտահրավերներ, դա բնականon ընթացք է։ Այդ բնականon ընթացքը միշտ էլ եղել է, յուրաքանչյուր նորարարություն իր հետ բերել է խնդիրներ, բերել է որոշակի մարտահրավերներ, որոնց հետ պետք է առնչվել սթափ, որոնց հետ պետք է առնչվել խելացի։ Ինչ ասեմ, եկեղեցին օգտվում է բավականին ակտիվ բոլոր նորարարություններից, միևնույն ժամանակ եթե կան այդ բարոյագիտական սյուները, ինչը ես երբեմն անվանում եմ հոգևոր քթիծակ, դու քիչ-քիչ կհասկանաս ինչից ինչքան օգտվել թե չօգտվել, ինչից հրաժարվել ու փոխարինել դա համացանցով, իսկ ինչը պահել, որովհետև դա պահելը պետք է, օրինակ, գիրք ընթերցել, ուղղակի ֆիզիկապես գիրք ունենալը շատ կարևոր է։ Շատ հետաքրքիր ու կարևոր մշակույթ է, որը ես չեմ ուզի մենք կորցնենք։ Ու կարծում եմ չենք էլ կորցնի։ Իրականում նաև գերագնահատված են այդ տագնապները, որովհետև մարդիկ ինչքան տարվում են այդ ժամանակակից խաղալիքներով, դրանք ինչքան շուտ գալիս են, այդքան էլ շուտ հոգնեցնում են։ Քանի սոցիալական ցանց ենք փոխել վերջին 20 տարում։ Ինչ սոցիալական ցանցեր կան, որ հիմա ամոթել է, որ խոսենք դրա մասին։ Բայց առաջ օրինակ իրանք բավականին լուրջ էին համարվում, բայց հիմա համարում են շատ անլուրջ բաներ, որ վաղուց իրենք եկել անցել գնացել են ու բայց այն ժամանակ մենք այդքան էլ լուրջ չենք վերաբերվում սոցիալական ցանցերին, հավատա, ես հիշում եմ իմ մանկությունը, հենց այդ շրջանը, երբ մենք օրինակ օգտվում էինք однокласснիկից։ Իսկ հիմա չենք օգտվում։ Բայց մենք ոչ թե չենք օգտվում սոցիալական ցանցերից, ես այսօր անհատների մասին չեմ խոսում Facebook-ի կամ Instagram-ի, ես այսօր խոսում եմ երևույթի։ Իսկ երևույթը չի փոխվել, ուղղակի փոխարինվել է, մենք մեկը վերցրել ենք, մյուսն ենք դրել։ Այսինքն ես однокласснիկում եմ ինձ երևակայում, այսօր ես երևակայում եմ ինձ Facebook-ում կամ Instagram-ում։ Այնտեղ նկարներս դնում էի ռետուշ էի անում կամ իմ կարծիքն էի հայտնում, այստեղ նույնը անում եմ։ Փոխվում են միայն ձևերն ու կերպերը։ Ժողովողն ասում է արևի տակ ոչ մի նոր բան էլ չկա։ Ունայնություն ունայնությանց։ Ամեն ինչ ունայն է
եւ այդ ֆանտաստիկ է ժողովող գիրքը։ Ոչ մի բան էլ չի փոխվել։ Իրականում, եթե ուզում եք իմանալ մարդկային կյանքի բոլոր սյուժեները, բոլոր սցենարները, մեր բարոյագիտական բոլոր անկումներն ու վերելքները Ադամի ու Եվայի պատմության մեջ ամբողջապես սպառիչ կերպով նկարագրված են։ Մարդկության պատմության որևէ դրվագ ու որևէ սյուժե դուք կարող եք ընդհանրապես Ադամի ու Եվայի կարճ պատմության մեջ տեսնել։ Մեր արքետիպերը այնքան քիչ են, այնքան փոքրիկ մի պատմության մեջ կարող են տեղավորվել։ Մեզ է թվում, որ մենք զարգացրել ենք շատ բան, մեզ է թվում, որ մենք արդեն հոմո դեուսին ենք հասել, բայց իրականում մեր ուղեղը քարե դարում է։ Ուղեղի էվոլյուցիայի համար 10000 տարի է պետք գոնե, որպեսզի ուղեղը փոխվի։ Ավելի շատ։ Հիմա երբ մենք ընդամենը 20 տարում Pentium 4-ից, այն որ ասում էինք Pentium 3-ա, բայց 4-ի ուղեղով։ Ճոպան կարտպրոցներում Մատորով, 4-ի մատորով։ Դրանից հասել ենք MacBook-երին, ChatGPT-ին ու տեխնիկական այս հագեցվածությանը, բայց մեր ուղեղը դեռ քարանձավում է ու ունի ըստ էության 3 հիմնական կարիքների բավարարում։ Եվ ես ձեզ ասեմ, որ այս 3-ի մեջ կրոնականը կա, որովհետև մարդկության պատմության ամենահին կառույցը Göbekli Tepe-ն, որը Թուրքիայում է գտնվում հիմա, Թուրքիայի տարածքում։ Մարդկության ընդհանրապես պատմության ամենահին դրվագն է, որ մարդը քարը դրել է քարի վրա։ Դա շատ ավելի հին է, քան բուրգերը։ Այդտեղ հայտնաբերված են թե թաղման ծեսեր, թե բան։ Եվ դա կրոնական կառույց է, դա տաճար է եւ բավականին զարգացած կրոնի։ Այսինքն մենք չգիտենք կրոնը երբ է հայտնվել ընդհանրապես, որովհետեւ մեզ հասած ամենահին պեղումները արդեն զարգացած կրոնական են։ Նույնիսկ ձևավորման փուլում չեն, արդեն բավականին զարգացած կրոնն ենք մենք տեսնում հնագիտական ամենահին շերտերում։ Թովմաս, այնուամենայնիվ իրականության մեջ դա անդրադառնում է մեր վրա, որովհետև Աստված կա ու ոչ մի բան դրա հետ անել դուք չեք տեղեկատվական ես նկատի ունեմ ես աթեիստ եմ, չեմ հավատում որ Աստված կա, համենայն դեպս դա իմ կարծիքն է ուղղակի, բայց ես ուրիշ կողմ եմ ուզում տանեմ, ոչ թե Աստված կա թե ոչ, այլ դա առանձին բանավեճի հարց է, եթե մի օր տենց ստացվի կզրուցենք այդ թեմայով։ Ես ուզում եմ քեզ ասել, որ այսօր ունենք խնդիր, այսօր ճեմարան ընդունվելության խնդիր կա, մարդիկ չեն ընդունվում։ Այսինքն այն թիվը, որը մենք ակնկալում էինք կամ լավ կլիներ որ լիներ, այսօր չկա եւ ունենք սաների խնդիր, ունենք հոգեվորական կյանքով հետաքրքրվող մարդկանց խնդիր եւ եթե ես սխալվում եմ ինձ ուղիղ, արդյոք ունենք այդ խնդիրը թե ոչ։ Համենայն դեպս ես գիտեմ, որ այս բան ընդունելությունը այդքան էլ մեծ չէ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դերը դրա մեջ կա թե ոչ։ Բնականաբար հոգեվորականի ծառայությունը, որը ենթադրում է անձնվիրություն, հավատարմություն, հսկայական զոհաբերություն, շատ մեծ զոհաբերություն երիտասարդի համար, ինքը հրապուրիչ չէ։ Երբեմն որ խոսում են մեծահարուստ հոգեվորականների մասին, որոնք եկել են, թալանել են եւ ինչ որ ճոխ կյանքով են ապրում, շատ հստակ ցուցիչ կա։ Դեք հոգեվորականի կյանքը այնքան բարդ է, այնքան տաժանակիր է, այնքան լի է ամենօրյա անձնազոհություններով, ամեն վարքյան, ամեն օր։ Շատ քչերն են իրոք այս կապիտալիստական աշխարհում ուզում գնալ այդ ճանապարհով, մանավանդ Հայաստանում։ Ընդհանրապես այսօր մենք ապրում ենք բնականաբար շատ նյութական օրերում, շատ նյութական։ Մենք ինչու մեր ուխտագնացությունները որոշեցինք անվանել վերև, որովհետև երբ զրուցում էինք գործընկերոջս հետ Վիգեն Մնոյանի հետ, ասում եմ մարդիկ վերև չեն նայում։ Իհարկե խորհրդաբանական իմաստով, մենք դադարել ենք վերև նայել։ Կենցաղը, այս աշխարհիկ ամենատարբեր հարցերը մեզ այնքան են կերել, նյութականը մեզ այնքան է շատ հաճախ ստրկացնում, որ մենք մոռանում ենք վերև նայել։ Մինչդեռ մարդ նշանակում է վերև նայող։ Հենց Պլուտարքոսն այդպես էր բացատրում, չէ՞, հունարեն անթրոպոս բառը, անո վերև, օպոս օպտիկա բառն է այդտեղից նայել, վերև նայող էակ։ Մարդը վերև նայող էակ է։ Բարձունքից այդ գաղափարական, արժեհամակարգային, հոգևոր ամենակարևորը ստացող էակ է։
Իսկ օրինակ մյուս կրոններում խոսքի մեջ ինչու է խոզը միշտ ասոցացվում ինչ որ նյութականի, կեղտոտի, վատի հետ, այդ սիմվոլ կա, չէ՞, խոզի։ Շատ հաճախ ասում են այ խոզ կամ կրոնների մեջ նույնիսկ խոզը բացասական սիմվոլ է համարվում։ Ինչու՞, որովհետև բնությունից ինքը վիզ չունի։ Խոզը ինքը վերև չի նայում։ Խոզը անդադար նայում է իր լափի մեջ, իր ուտելիքի մեջ, առավոտից իրիկուն իր ամբողջ կյանքը ծնվելու պահից մինչև մեռնելու պահը իր լափն է։ Այդ կենթանին այդպես է ստեղծվել։ Այդ կենթանու գուցե առաքելությունն էլ դա է, ինքն էլ իր լուրջ նշանակությունն ու ներդրումն ունի այս բնության մեջ։ Վստահ եմ վայրի բնության մեջ ինքը շատ կարևոր դեր ունի, որ առանց իր այդ անտառակտ ուժեր։ Բայց մարդը չի կարող իր վրա վերցնել այդ առաքելությունը, իր ամբողջ կյանքը պայմանավորել իր ուտելիքով։ Չէ, ինքը ի տարբերություն խոզի կարող է վերև նայել ու վերևից լիքը բան ստանալ։ Դրա համար մենք ուխտագնացությունների ժամանակ հենց ուզում ենք, որ մարդիկ նաև հեռախոսների մեջ շատ չմտնեն։ Մենք նաև լուսանկարչի հետ արեցինք այս ծրագիրը, որովհետև Վիգեն Մնոյանի ներկայությունը ու ուխտագնացությունից հետո լուսանկարների փոխանցումը մարդկանց շատ կարևոր հնարավորություն է տալիս հեռախոսները անջատելու, դնելու։ Դուք ձեր հանապազորյա սթորին վերջում կստանաք։ Մի մտածեք դրա մասին։ Երբեմն կանգնում են հսկայական վանքի առաջ, այդ զգացմունքային պիկին, երբ որ քո ամբողջ աշխարհը պետք է այդ պահին լրիվ ուրիշ գույներով ծաղկի, հեռախոսը հանում են ու ամբողջը փլուզվում է։ Հենց դու հեռախոսի մեջ ես մտնում, էկրանի մեջ ես մտնում, քո ամբողջ էմոցիոնալ դաշտը փոխվում է։ Դրա համար ընդհանրապես ասում են, չէ՞, հոգեբանները հենց շատ ես վախենում, հանի հեռախոսով սկսի նկարել, վախնել է, էմոցիա զգացմունք է, չէ՞։ Վախնել բավականին անցնում է, օրինակ բարձրության վախը հաղթահարելու համար ես ունեմ, բարձրության վախ ունեմ շատ։ Երբ որ ինչ որ տեղ պիտի բարձրանամ լավ կոնտենտ ստանալու համար, ես այդտեղ վերևում սկսում եմ նկարել եւ այո, վախս անցնում է, որովհետեւ զգացմունքային դաշտս բթանում է։ Իսկ մենք շատ հաճախ այդպես բթացած ճամփորդում ենք անդադար էկրանի մեջ, այնա մնայր տանը էկրաններով նայիր։ Ինչու եմ սա ասում։ Շատ նյութականացել ենք։ Շատ։ Բայց միևնույն ժամանակ հակառակ ծայրահեղության մեջ էլ չեմ ընկնում, ես չեմ ասում նյութից հրաժարվել է պետք։ Բայց այդ նյութական դաշտում էլ է պետք քրիստոնյա մնալ։ Քաղաքականության մեջ էլ է պետք քրիստոնյա մնալ։ Բիզնեսի մեջ էլ է պետք քրիստոնյա մնալ։ Լավ ասացիք, բիզնեսի մեջ քրիստոնյա մնալու հետ կապված այսօր կապիտալիզմը ամբողջ աշխարհում ամենատարածված աշխարհակարգերից մեկն է, հասարակարգերից մեկն է եւ ինչ ես կարծում արդյոք կա կապիտալիզմի ու քրիստոնեության միջև ֆունդամենտալ հակասություններ, որոնք մարտահրավեր են, որոնք պետք է փորձենք հաղթահարել եւ որոնց պատասխաններ է տալիս քրիստոնեությունը։ Բիզնեսի մեջ քրիստոնյայի համար չի գործում այդ հայտնի Մովսես, բիզնեսը բիզնես սկզբունքը, չգիտեմ, գիտեք այդ պատմությունը։ Ինքը շատ լավն է, ուրեմն Իսրայելում հրեական մի տաճարում ռաբին աշակերտների հետ զրուցում է, ինչ որ դաս է անում։ Ասում է քրիստոնյա ինչ որ եվրոպացի զբոսաշրջիկ։ Ու դե գիտեք, քրիստոնյաները ու հրեաները տարբեր կրոններ են ու չեն սիրում իրար։ Իսկ քրիստոնյա զբոսաշրջիկը որոշում է փորձել եւ անցնելիս այս հրեա երեխեքին ասում է, ուրեմն լսեք, ով գա ինձ մոտ ու ասի, որ Հիսուս Քրիստոսն Աստծո որդին է, ինչը հրեաները չեն կարող ընդունել, ես $100 կտամ։ Դա որ ասում ես հրեա ռաբին արդեն զայրացած, երեխաները այսպես դարձած նայում են, մեկ էլ այդ երեխեքից մեկը փոքրիկ Իցխակը վազելով գնում այդ $100 վերցնում ու ասում է, այո, Հիսուս Քրիստոսն Աստծո որդին է։ Ուրախ զբոսաշրջիկը գնում է ու այս երեխան երբ մոտենում է ռաբիի մոտ, ռաբին արդեն կատաղած ասում է. «Իցխակ, այս ինչ արեցիր դու, չէ՞ որ դու հավատարիմ չեղար քո կրոնին, մենք Մովսեսի մասին այդքան խոսում էինք, դու ինչպես կարող էիր Մովսեսի խոսքը անարգել եւ դավանել ինչ որ Հիսուս Քրիստոսի մեր Մեսիան դեռ չի եկել եւ այլն» ու երեխան լրացնում է, ասում է. «Ռաբբի, մի րոպե, բիզնեսը բիզնես, Մովսեսը Մովսես»։ Այ մեր համար այս սկզբունքը չի գործում։ Մենք չենք տարանջատում։ Եթե ես քրիստոնյա եմ, ես եղել եմ քրիստոնյա, եղել եմ քրիստոնյա, կենցաղում եմ քրիստոնյա, ճամփորդելիս եմ քրիստոնյա, բիզնեսում էլ քաղաքականության մեջ էլ։ Ես ամենուր հավատարիմ եմ քրիստոնեական արժեքներին։ Ես իմ բիզնեսը չեմ առանձնացնում իմ հավատքից։ Իսկ ովքեր Մովսես են անում, Աստվածաշունչը առանձին իրենց ինչ որ կիրակի օրերի համար է, իսկ աշխատանքային օրերում կարելի է դա նաև շատ հետաքրքիր շրջանցել, այդպես չի աշխատում։ Հետևություն է սրանից, որ շատ
շատ գործարարներ, ես ուզում եմ հարցը ճիշտ ձևակերպել, ոչ բոլոր իհարկե։ Օրինակ գնում են քայլերի, որպեսզի պաշտպանեն իրենց ներդրումները եւ օրինակ աշխատող են գողանում ուրիշ ընկերությունից։ Դա մեծ գումար առաջարկելով բերում էր իրենց ընկերություն այլ մարդու։ Դա մեր HR-ական աշխարհում համարվում է ինչ որ չափով նաեւ աշխատող գողանալ։ Իհարկե դա եթե արվում է շատ սիրուն ձևով, բնականաբար դա կարելի է անել սիրուն ձևով, դա կարելի է անել քաղաքավարի, դա կարելի է անել արդար, դա կարելի է անել գրավչություն ստեղծելով, այսինքն ստեղծելով այդ մարդու համար ավելի լավ պայմաններ, այսինքն այստեղ գողություն բառը գուցե օգտագործվում է որպես տերմին, բայց այստեղ գողություն չկա, երբ դու ավելի գրավիչ պայմաններ ես ստեղծում քո օֆիսում ու բնականաբար լավագույն պրոֆեսիոնալները գալիս են քեզ մոտ աշխատելու։ Դու շանտաժով չես բերում մարդկանց։ Դու ինչ որ վատ քայլերի դիմելով, սպառնալով չես անում դա։ Դու անում ես արդար ճանապարհներով։ Դու աշխատում ես, դու զարգացնում ես, դու ներդրում ես անում քո աշխատողների մեջ, դու ագահ չես, դու չես ուզում միանգամից գեր շահույթ ստանալ, այլ միշտ քո շահույթի մի հսկամանց ներդրում ես անում քո աշխատանքի մեջ, որպեսզի այն գրավիչ դառնա աշխատողների համար, արդյունքում շահում ես լավագույն պրոֆեսիոնալների։ Ընդհանրապես որևէ ոլորտում կարելի է ունենալ հսկայական հաջողություններ, մնալով քրիստոնյա, լինելով բարոյական մարդ։ Ճիշտ եմ հասկանում, որ այդ դեպքում երբ օրինակ մոտենում է հաճախորդը եւ հարցնում է՝ «Բարև ձեզ, ձեր ապրանքը ամենավորակովն է» ու ես գիտեմ, որ օրինակ ինձնից ավելի որակով արտադրող կա, ես պետք է անկեղծ պատասխանեմ ու չխաբեմ։ Գիտեք, փորձը ցույց է տալիս, մանավանդ այսօր, երբ համացանցային գովազդները բավականին էժան պրոդուկտ են դարելու, ամենուր գովազդ է, ըստ էության այն ընկերությունները, որոնք անդադար խոսում են իրենց ամենավորակովը լինելու, իսկ մյուսների վատը լինելու մասին, իրենք հակառակ ավելի տոքսիկ տպավորություն են թողնում ու հաջողություն չեն գրավում։ Հակառակ ավելի մեծ հաջողություն են ունենում այն ընկերությունները, որոնք չեն փնովում մյուսներին, որոնք շատ հանգիստ իրենց գործն են անում, ցույց են տալիս որակի արդյունքում ցույց են տալիս հաջողություններ ու այդ հաջողությունների պատմությունները գրավում են նորանոր մարդկանց ու մեծ շուկաներ։ Այսինքն բոլոր դարերում արդար, աշխատասեր, անկեղծ, ազնիվ քրիստոնյան կրել է այն ստախոսին, որը մի քանի օր կարողացել է ինչ որ արագ-արագ հաջողությունների հասնել, շատ արագ ինչ որ բան ունենալ ու հետո շատ արագ սպառել։ Բացի դրանից, իհարկե մեր մեծագույն կապիտալը դա հավիտենական կյանքն է։ Ու մենք հաստատ այդ հսկայական կապիտալի համար այստեղ շատ փոքր ինչ որ տոկոսների հետևից չենք գտնվում։ Մանավանդ բիզնեսմենը շատ լավ հասկանում է, որ այդ հսկայական կապիտալը չի կարելի փոխել այս փոքրիկ շուկայի հետ։ Շատ փոքրիկ շուկա է։ 80 տարվա շուկան ու հավիտենական շուկան լավ բիզնեսմենը չի համեմատի եւ ուրեմն շեշտը չի դնի ժամանակավորի վրա։ Շատ բարի, շատ բարի։ Թովմաս, մենք խոսեցինք այլ կրոնների եւ նաեւ դու անդրադարձար նրան, որ քրիստոնեության մեջ կան այլ ուղղություններ եւ այսօր մենք շատ պարզ տեսնում ենք ինչա կատարվում համացանցում, մարդիկ մեծ դիտումներով բլոգներ ունեն, որոնք լրիվ աղանդավորական են, պարզ այնտեղ գրված է, որ իրենք աղանդավորական են եւ ես հետաքրքրության համար մտա նայեցի այն մարդկանց, ովքեր հենց այդպիսի բլոգներ ունեն ու տեսա, որ իմ ծանոթներից շատերն են հետևում իրենց, նույնիսկ շատերը, որոնք առաքելական եկեղեցու հետևորդ են եւ նույնիսկ չեն էլ հասկանում ում են հետևում։ Հիմա իհարկե փոխվել է մի քիչ դրությունը, հիմա արդեն բավականին խոսվել է դրա մասին, ժամանակին իմեջում էլ ես շատ ակտիվ խոսում եի ու ցույց էի տալիս այն բոլոր կերպարներին, որոնք հստակ աղանդավորներ են։ Ըստ էության այսօր արդեն կարծում եմ պետք է որ մարդիկ իմանան, սա հայ առաքելական եկեղեցին է, սա աղանդավորական կառույցներ են, իրենք համադրելի չեն եւ դու պետք է կատարես ընտրություն։ Դու ասում ես համադրելի չեն, հասարակ դիտորդի համար, ով չունի ֆունդամենտալ պատկերացում քրիստոնեության արժեքների մասին, չգիտի ինչու են հակասում դրանք իրար։ Երկու բառով կարող ես ասել, որպեսզի կարճ մարդը հասկանա ինչով են հակասում իրար եւ ինչու է աղանդի հետևից գնալը կամ աղանդի հետևորդ դառնալը չի ընդունվում առաքելական եկեղեցու կողմից։ Շատ բարդ է երկու բառով ասել, նույնն է որ բժշկին խնդրես երկու բառով քաղցկեղի մասին խոսել։ Աղանդը քաղցկեղ է։ Այս հիվանդությունը եղել է միշտ։ Տարբեր դարերում հազարավոր աղանդներ են եկել ու գնացել։ Դրանք սնկի պես աճում են, բայց երկար կյանք չեն ունենում։ Որևէ աղանդ չի կարող գլուխ գովել շատ մեծ հսկա պատմությամբ։
այսօրվա աղանդներից շատերի նույնիսկ հիմնադիրներն են համարում, հա, օրինակ կյանքի խոսքի հիմնադիրը, որ բացահայտ աղանդ է համարում այդ կառույցը եւ այլն։ Վերջերս մի զավեշտալի տեսանյութ տեսա, որտեղ կյանքի խոսք աղանդի առաջնորդը Հայաստանի, հա, կյանքի խոսք կրոնական կազմակերպության ղեկավարը։ Կապույտ աչքերով մարդ չէ, դա Ռուսաստանում քարոզում է, այնտեղ ունի ղեկավար Արթուր Սիմոնյան անունով այդ աղանդապետը, որ ներկայանում է որպես հովիվ, տեսանյութ էր դրել, որտեղ լրջագույնը սպառնում էր բոլոր հայ առաքելական եկեղեցու զավակներին, որ դատի կտա, դատարանում կհանդիպի բոլոր այն մարդկանց հետ, ովքեր կհամարձակվեն կյանքի խոսքին ասել աղանդ։ Դա այն դեպքում, որ կյանքի խոսքի, ասում եմ, հիմնադիրն է աղանդ որակել այդ կազմակերպությունը, հա։ Ես իհարկե հարցազրույցներից մեկում էլ անդրադարձել եմ այս հարցին, հիմա էլ եմ ասում, կյանքի խոսքը աղանդ է, ընդ որում խարիզմատ աղանդ, որը շատ վտանգավոր կարող է լինել մարդու հոգեբանության համար, շատ վտանգավոր, որոշ դեպքերում կարող է լրջագույն վտանգ ներկայացնել, մանավանդ այդ լեզվախոսություն կոչվածը, սարսափելի բան է իրականում։ Ուրեմն նաև ունի շատ ապազգային ընթացք, շատ ապազգային, եւ սրա մասին ես բազմիցս ասել եմ, եւ ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ ու այո, պատրաստ եմ այս թեմայով հանդիպելու դատարանում։ Միասին կգնանք, ես էլ այսինքն այդ սպառնալիքները նախ լրիվ անտեղին են ու եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչքան չարություն կա ձեր մեջ ու ինչքան վախ կա ձեր մեջ։ Այո, իսկ սիրո մեջ երկյուղ չկա։ Հայ առաքելական եկեղեցին սիրո մեջ հաղթելու է, բայց իհարկե մենք սիրում ենք մեղավորներին, բայց ատում ենք մեղքը։ Հա։ Շատ գեղեցիկ էր ավարտի համար։ Շնորհակալություն Թովմաս։ Ես իհարկե մեծ բավականություն եմ ստանում քո հետ զրուցելուց, կարող ենք անվերջ զրուցել, բայց մեր եթերը ունի սահմանափակ ժամանակ, մարդիկ էլ ունեն սահմանափակ ժամանակ։ Եվ փոխադարձ։ Վերջին, եթե ինչ-որ ավելացնելու բան ունես, կարող ենք եզրափակել ինչ-որ բանով կամ ուղղակի կարող ենք մարդկանց մաղթել լավ երեկո։ Ուղղակի ուզում եմ, որ շարունակեք տարածել դրական լավ կոնտենտ ու նպաստել, որպեսզի մարդիկ կրթվեն։ Շնորհակալություն քեզ նույնպես այդ գործի համար, շնորհակալություն եւ կհանդիպենք առայժմ։